Բոլորը լուռ, տխուր և գլխահակ խոնարհվում էին Կոմիտասի առջև: Այդ ժամանակ Բերիայի գործակալը իր ճամպրուկից հանեց լոմիկ ու կացին, բացեց դագաղի կափարիչը և սկսեց շոշափել Կոմիտասի կողքերն ու գրպանները: Այս արարքը բոլորին սաստիկ հուզեց և զայրացրեց: Չարենցը հուզմունքից իրեն զսպել չկարողացավ և ուղղակի գոռալով ասաց. «Մի բան գտաք անամոթներ, խայտառակներ, մեռելին անգամ հանգիստ չեք թողնում, թու ձեր նամուսին»: Ապա համարյա իրեն կորցրած օրորվելով ինքն իրեն հետ խոսելով դուրս եկավ դահլիճից: Նրան հետևեցին նաև հանձնաժողովի անդամները, Կոմիտասի հետ թողնելով միայն Բերիայի ներկայացուցչին: Մյուս օրը Ալազանը գնում է Կենտկոմ և Խանջյանին պատմում այդ խայտառակ արարքի մասին: Խանջյանը անսահման հուզվում է, մի պահ լռում, ապա Ալազանին դառնալով ասում է. «Ալազան, ես կարևոր գործով պիտի քաղաքից բացակայեմ, խնդրում եմ, Արտոյի և մյուս անդամների հետ միասին մեծ շուկով թաղեք մեր պայծառ Կոմիտասին»: